Ուրախություն շշով չոլ կաֆենաց մորքուրների, ովքեր նախանձում էին, ասում էին էլի այդ տաբուրը դեինան ինչքան կարելի է այդի։ Եվս մեկն է հայտնվել, որ կսղոցի ձեր ականջները կնյարդայնացնի ձեզ եւ դուք հարևաններով սուրճի բաժակի շուրջ կասեք աղջի տեսար են սոնա տեսար էլի են տակակի հետ ինչ որ թազա բան ունարը։ Եվ կշարունակեք բարել ուրախանալ, այո։ Ուր գնում ենք այդ ենք լսում։ Ու այո, նոր գործ լուլկե, որը որ վստահ եմ յուրաքանչյուրի տարիքներին կհայտնվի եւ շնորհավորում եմ մեր քաղաքի բոլոր DJ-ներին։ Դուք ունեք նոր գործ, ընկերներ։ Մի գործ ավելացավ, թխեք, տարեք, պարացրեք, ուրախացրեք։ Վատ բան չկա դրա մեջ իմ կարծիքով։ Իսկ մեր հյուրերն են շքեղ տաղանդավոր երգչուհի Սոնե Սիլվեր, Հայկ Ապրիկոտը, Արնի Ռոք, Ախպերջանյան։ Բարելույս բարի առավոտ։ Հայ ստուդիո։ Սամերի երրորդ ստաբուրաբուրը իննա, չէ։ Այո, երրորդ։ Չէ, չորրորդ։ Տես չխրովես մեջ։ Բայց բրավո ձեզ, իսկապես։ Զուրնեն փչե։ Տես չխրովես, մի քիչ այնտեղ խոսքեր կան, տես չխրովես։ Բայց էլ չի լինի։ Մի բան եկեք հասկացեք, որ պարտադիր չի այդ խոսքերը լինեն։ Սա ուրիշ բան, ինչպես է կոչվում, դուք արտիստներով ավելի եք հասկանում, վոկալիզացիա։ Վոկալիզացիա։ Սովորի։ Սխալ եք արտասել։ Մի քիչ հետ գնանք, հա։ Դուք բոլորը վաղուցվա ընկերներ եք։ Այո։ Միմյանց հետ ծանոթ եք վաղուց, աշխատել եք, ծանոթ եք իրար, որ ասում ամեն օրվա ընկերներ եք նույնիսկ։ Մի քիչ sense ինչ-որ բաներ տեսնում, դիպ նո հա կարա տես բան լինի։ Բողոքական է շրջանում, միշտ ինքը բողոք։ Ինչի՞ց դրուխած էին համար։ Այդ գլուխը թերիք էր։ Գլուխը դու հասկացրեցիր, որ մենք այդքան լավ ընկերներ չենք։ Ամեն ինչ պարզ է։ Պարզապես սենտ եմ հարմար։ Ինքը նոր արտնացել էլի մի կպեք։ Պարում ես։ Ես պարում եմ, այո, ես պարում եմ։ Ես վայելում եմ մեր միանալ դառնալ հայ ստուդիո։ Հայկական երկերից։ Ինչ է պակասում մեր իրականության մեջ, որոշցիք ասիկ մենք բացը պիտի լրացնենք։ Մենք սկսեցինք նախ սենց եղավ, որոշեցինք երեքով եկեք գտնենք փող աշխատենք, թունք ստացվի։ Ավելի անկեղծ շատ էդ էր, բայց քանի որ երկար տարիներ անգլերեն երգեր էինք թողարկում, սենց մի օր որոշեցինք եկեք վերջապես հայերեն երգեր թողարկենք։ Սկսվեց Արի երգից, Բոբիկ Ջուրմի երան, երկրորդ եղավ ու որոշեցինք, որ այո, կլինի այս ոճի մեջ ուրեմն մեր մնացած երգերը ու կդարձնենք պրոյեկտ ու արեցինք դա։ Հայ ստուդիո էլ դարձանք նրա համար, որովհետև շատ տենց տարօրինակ անուններ ունենք, երիտասարդ տարիքում տենց որոշել ենք։ Երկար անուններ ունենք, մարդիկ դժվար են հիշում մեր անունները։ Հայտարարելուց անգամ Հայկ Ապրիկոտը, Արնի Ռոք, Սոնե Սիլվեր, որ ինչ էս ինչ էր էլի։ Որոշինք մի հատ հայկական անուն։ Հայ ստուդիո եւ վերջ։ Հրաշալի։ Okay, նորմալ է։ Ֆանտաստիկ, ֆանտաստիկ։ Ես ասում նույնիսկ եմ որ շատերի ոտն եք տրորում, ես լավ իմաստով եմ ասում, որովհետև Կարեն ջան նեղված ես, չեմ հասկանում։ Վերցնում եք գործերը, որովհետև ես շատ եմ լսում, դե անկեղծ խոսեմ, իվենթների անուններ ում Մենք իմանանք, Կարեն ջան։ Նեղվում են ձեզանից, հա։ Այո, անուններ որ դե կմտցնում եք, դուք իրաց մոտ չի ստացվում։ Մենք օրինակ ուրիշի հաջողություններից ուրախանում։ Մենք նեղվում ենք, մենք չենք նեղվում։ Ամեն արտիստ ունի իր փառքի եւ աստղային այդ պահը։ Մենք չես քիչ եմ քնել, որ քիչ եմ քնում ագրեսիվ եմ քիչ։ Դրա համար ասում ագրեսիվ։ Նաեւ ասում եմ հերոստատողին հիշեցնենք եւս մեկ անգամ, հա, որ այս գործերը, որոնք դուք վերցնում եք, վերամշակում նոր շունչ եք տալիս ձեր նոր բիթերով եւ այլն, ժամանակին եղել են, այսինքն ինչ չի որ դուք նոր եք գրել, որ այդ մորքուր ասում ինչի չկա բառեր կամ ինչու է սենց արվում, 5 գործեր են։ Կկրկնվեմ, ամեն անգամ կասակ բոլոր եթերներին։ Մենք ինչ հրաշք տեղի ունեցավ, որ մենք խոսքեր չգրեցինք այս բարեղանակների վրա։ Ջազային այդ վոկալիզը հետաքրքիր ֆանտաստիկ ձայնով։ Անջան, բացի դա, շատ շնորհակալ եմ նախ, բացի դա մենք գրավել ենք այլ ազգիներին։ Լսում են մարդիկ լսում են մեր հայկական երաժշտությունը, այսինքն տարածվում է, որը որ եթե ունենար խոսք, գուցե չլսեն։ Իսկ դա չի խանգարում ու մենք ունենք այսօր, չգիտեմ, աշխարհի տարբեր կետերից արձագանքներ։ Նաև Թշնամի պետության կողմից, այո, նրանք նույնպես երգում են, ունեն վիդեոներ, այսինքն բոլորին գրավել ենք հենց այն պատճառով, որ չկա լեզու։
ունիվերսալ։ Երաժշտությունը ամենատարածված Ղազախստանից գրում են, Վրաստանից գրում են, Տաջիկստան, եթե չեմ սխալվում։ Հունաստան, Ռուսաստան, թշնամի երկրներ, որտեղ ասես, Թշնամի երկրներ, ես տեսել եմ նույնությամբ, այսինքն վոկալիզի հատվածը նույնությամբ, երաժշտական հատվածը նույնությամբ կրկնօրինակում են։ Առևանգել են իդեպ մենք հիմա տենց Շփենք լուլկեից։ Այո, լավ, եկեք շփենք լուլկեից։ Ռեժիսորը Տիգրան Ավետիսյան, մնացածը պատմեք դուք։ Ես շատ խոսեցի, գիտես, հիմա կարող ես դու պատմել օրինակ։ Ինչ։ Ինչ է գիրավեր։ Լավն է կանքեր։ Ճառակում այդ դրականն է։ Ես գիտեի, Տիգրան Ավետիսյանն է նկարահանել։ Ես որ խոսամ, դասն մի խոսա։ Մենք բողոքում եմ մենակ, ասում են ինձ նայում ասենց տեսախցիկին ասում են ես շատ նեղված եմ իրանցից, իրանք ինձ նեղում են, ասենց բան է ասում, ապա ասում ենք նույնիսկ բան չեմ ասել, արդեն իմ վրա ինչ-որ գլորում ես անում։ Տիգրան Ավետիսյանն է, վերջերս մենք հիմնականում աշխատում ենք հենց նրա հետ շատ հեշտ թեթև տենց նկարահանումներ են անցնում, չնայած նրան, որ պլանավորված էր ավելի հետաքրքիր տեսարաններով, բայց մենք չգնացինք այդ հետաքրքիր տեսարանները հրեշտակների ծորում, քանի որ վախեցանք ես եւ Հայկը, բայց ինձ թվում է տրամադրությունը լավն էր, ընդհանուր համապատասխանում է երգին, երաժիշտները մեր Գորյունը Անբաժան, Ավագ Մարկարյան, Ռազը Սարգսյան եւ մեր Արարատը Զաքարյան, մեր ոնց որ թիմ ենք դարձել, այսպես բոլորս, որ ինչ որ բան ենք մտածում, արդեն կսկսեն զանգել հաջորդը որն ենք անում, այ դա դժվար է։ Դա չեմ հարցնի, որտեղ վստահ նոր տարի է գալու։ Հարցրեք, հաջորդը որն ենք անում։ Բոլորը ասում են նոր տարվա ինչ խմբի երազանցի Հայկն է, ոնց հասկանալու։ Կարեն ջան, իրանք չեն պատրաստվում, սենց ասեմ։ Այսինքն դու գիտես հստակ որ քայլից հետո որն է, թե միասին եք որոշում։ Չէ, միասին ենք որոշում, հա։ Իրականում միասին քննարկում ենք միշտ։ Հիմա օրինակ Արնին ուզում է, որ մենք անենք դանդաղ սիրային երգ հաջորդը, բայց ինչքանով է ամանորին դա համապատասխան։ Դանդաղ թողեք մարտի 8 ապրիլի 7 մյուս տարի կանենք։ Ման նավագոտ։ Միշտ արդեն երկրորդ տարին է այդ երգը։ Գիտես, Արեն։ Ամեն դեպքում ես էլ եմ համաձայն, որ ուրախ բարան երգեր են սպասում մեզանից։ Ինչ նոտ է նոր տարվա տիբարա շնորհավոր տիբարա։ Ինչ ա քո ասած է տիբարա որ այդ։ Այս բոլոր գործերում նայեք, օրինակ լուլկերում, չէ՞։ Գոնե դուք բացի մո բիթերը բանձենը, գոնե դու ասում ես լուլկե, դու էլ դե մի բան դու դանդաղ գործերում ինչ եք անելու։ Սոնանոք եք երգի։ Ես էլ այն օր այդ հարցը տալիս։ Այո, պրես, եթերում պատասխան։ Մեզ համար կարևոր է աշխատի իրականում, էլի թե կապ չունի մենք ինչ կանենք, ինչ չենք անի, աշխատի, որտեղ սենց թիմային է, ոնց որ թիմը էլի էս ամեն ինչը։ Երկը միասին է գրում։ Միասին ենք անում, միասին։ Այսինքն կարևորը աշխատի, այստեղ կարևոր չի Սոնան թող այդ բային ինչ որ մի բան անի։ Իրանք դեմ չեն։ Հա։ Բայց նայեք, սենց բան ասեմ, դանդաղ գործը չի տարածվի ըստ իս, ինչու, որովհետև Ես բոլոր համակարգիչ քեզ հետ։ Ձեր ակտիվ իր հետ համակարգիչ։ բոլոր նաև Հայաստանի բոլոր առիթներում ֆորմատը պետք է ասել։ Ինչն է։ Դա առավել Իսկ ես օրինակ ես խմբից կսպասեմ դանդաղ ստեղծագործություն, կարծում եմ բոլոր առիթները։ Ես որպես լսող։ Ես օրինակ այդ դանդաղ երգերը ջազային են ֆանտաստիկ մոտեցումները ցույց տալ, նա խելագարվենք։ Միանշանակ, որովհետև օրինակ 3-4 գործ կա, չէ, արդեն ակտիվ ես։ Շատ է։ Եթե կլսեք իմ կարծիքս, սիրով։ ինձ թվում է շատ հետաքրքիր կարող է լինել։ Բայց ձեռները քարի տակ չի։ Էն էլ արեք, էն էլ արեք։ Ես օրինակ մտածում եմ կարելի է անել լրիվ ոճային փոփոխություն անել, այն օրը քննարկում էինք։ Օրինակ անել R&B։ Անել մի հատ ուրիշ մի բան, որը որ նաև մենք շատ սիրում ենք, էլի բոլորս այդ ոճերի մեջ։ Մենք էլ ենք սիրում։ Հա։ Գիտես ինչ, վերջերս վաղուց մոռացել ենք ինչ ենք սիրում իհարկե։ Այդ չի հարց։ Չէ, բայց իրականում այն ամեն ինչ որ անում եք, իսկապես զգացվում է, որ լիքը սեր եք դնում դրական լիցքեր, էմոցիաներ, իսկ դա ըստ ամենակարևորն է։ Այն ինչ որ անում եք, դուք որակով եք անում։ Ինչու շատ գովելի է։ Այնքան հաճելի է լսել։ Այնպես չէ, ուղղակի այսպես գովաբանում ենք։ Իրականությունն ենք լուսաբան։ Հայստու ջան, մեր հյուրը ցավոք սրտի պիտի փակեն։ Այսքան շուտ, բայց ոչ մտածում ենք, որ երկար է։ Շատ վիրավորված ենք։ Մի րոպե ունենք։ Ինչ կա։ Արնի, ես սիրում եմ քո ստորիներ, շնորհակալ։ Այս բաներից խոսացեք, թե չէ։ Թե չէ լուրջ է։ Հələ լուրջ է, բան տաբարատիվա ինչ կա։ Ինչ կա։ Լսան մեր ստորի։
Բարի մասը։ Լավ, Իսկ դեռ մոտ բան եղել է, աստղագուշակ եղել է այսօր։ Մենք չունենք։ Մենք չենք տար։ Վայ, բայց հավատում չեմ խոյերին այսօր։ Գիտեք, դուք արդեն Չէ, տեղեկացած։ ուզում եի իմանալ ձեր։ Խոյը դանի բան է։ Երբերից հետո։ Խոյը դավի բանը, ով բանը, Խոսքով ձեզ լիք անասելի հաջողություններ ենք ցանկանում։ Ես նույնպես շնորհակալ եմ Սիրելիս մարդ։ Պարոն Մին խանգարում եք ճիշտ ասած խոսքը։ Լավ։ Իդեպ ուզում եմ մեր հրստայտողին տեքստը, ուզում եք ձեր իվենթը համերգը հարսանիքը նշանադրությունը ատամհատիկ։ Բաշիկյակման Անցնի բարձր մակարդակով։ Դիմեք հայ ստուդիոյի շատ բոմ կանցնի ամենից։ Արնիրոկ։ Սանասերվեր։ Կապրիկոտը շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շնորհակալ, սիրում ենք Դուք իրականում մեր քաղաքում շատ բոմ երաժիշտներ եք։ Որակով շեշտիր այդ բառը։ Որակով լավ, ցածակով երաժիշտներ, DJ-ներ, շքեղ երգչուհի։ Շնորհակալություն շատ։ Երանի մեզ, որ դուք կաք, էլի, ձեր նման մարդիկ իսկապես։ Բան չասի։ Ինքը հայկական էլ համաձայն չի։ Չէ, որ ասելու ձո Երանի ձեզ։ Բայց իրոք մարդիկ նա ինչ շնորհակալ են։ Բայց ինձ ասես ես նախանձեցեմ, որ Լավ, լռեք, վերջացավ ես։ Երանի եղա։ Մտածեք նոր գործի շուրջ, դանդաղն էլ արեք։ Ես դանդաղ գործին եմ սպասում։ Ապրես։ Շատ բարի, շատ։ Ես վստահ եմ, որ ամեն ինչն է լինելու է։ Այո։ Այսքանով ավարտվեց մեր լույս առավոտին, վաղը տաղարում կաշխատեն մեր գործընկերները։ Կրիստինան եւ Թերեզան։ Ահա։ Մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ կհանդիպենք։ Ձեզ լավ օրվա շարունակություն։